Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Ձեզ հարգելի գործընկերներ, սկսում ենք նոյեմբերի 17-ի գործակարգ քաղաքական խորհրդակցությունը։ Նախ եւ առաջ ուզում եմ շնորհավորել վաղարշաբաթցիներին 3 կայացած տեղական ինքնակառավարման մարմիններում ընտրությունների կապակցությամբ ազատ, արդար, թափանցիկ եւ ժողովրդավար ընտրությունների կապակցությամբ շնորհավորում եմ իմ թիմակիցներին, պարոն Արգիշտի Մեխակյանին, ով վստահ եմ, որ վաղարշաբաթը տանելու է կայուն զարգացման ճանապարհով եւ իհարկե նաեւ ուզում եմ շնորհավորել մեզ բոլորիս, որովհետեւ հերթական անգամ մեր եւս մի խոշորացված համայնքում տեղի ունեցավ այն ընտրությունները, որոնք որ սկսել են տեղի ունենալ 2018 թվականից ի վեր եւ այսուհետ Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարական ընտրություններից, ազատ արդար ընտրություններից բացի այլ տեսակ ընտրություններ չպետք է տեղի ունենան եւ եւս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս այդ առիթով եւ սկսում ենք Վիոլետ ջրից խնդրեմ։ Պարոն քաղաքապետ, հաշվետու ժամանակահատվածում գյուղական թեժգից հեռախոսահամարին գրանցված եւ վերացված ջրագծի վթարների քանակը թվով 180, կատարողական 100%, գրանցված գյուղագծի վթարների քանակը թվով 468, վերացված 446, կատարողական 95%, վթարվերականգնողական աշխատանքների ընթացքում քանդված ասֆալտբետոնյա ծածկույթի մակերեսը 1653 քառակուսի մետր, վերականգնված 1587 քառակուսի մետր, իրականացված վթարային ջրանջատումների քանակը թվով 33, հիմնանորոգված դիտավորի քանակը 2, մաքրված անձրևատար դիտավորի քանակը 172, այսքանը շնորհակալություն։ Շնորհակալ եմ, Երևան գազ։ Պարոն քաղաքապետ, 2025 թվականի նոյեմբերի 7-ից մինչև 14 ընկած ժամանակահատվածում Երևանի ԳԳՄ սպասարկման տարածքում տեղի են ունեցել թվով 5 վթարային գազանջատումներ, վթարավերականգնողական աշխատանքներն ամբողջությամբ կատարվել են եւ վերականգնվել են գազասպառողների գազամատակարարումը, կատարողական 100%։ Շնորհակալ եմ, էլեկտրական ցանցեր։ Պարոն քաղաքապետ, հաշվետու ժամանակահատվածում հենց ՓԲ-ում գրանցված վթարային անջատումների քանակն է 54, պլանային անջատումներին է 168, քանդած ասֆալտբետոնյա ծածկույթ 63, վերականգնված 70 քառակուսի մետր։ Այսքանը շնորհակալություն։ Շնորհակալ եմ, Երկհաղլույս։ Հարգելի պարոն քաղաքապետ, նախորդ 2 շաբաթվա ընթացքում ունեցել ենք 209 վթարին չվերականգնվել է 100%-ով, աշխատանքներն ավարտել են գետավորման մասով Գորյուն, Արգիշտի, Գրիբայետով, Շարիմանյան փողոցներում եւ Տիգրան Մեծ փողոցայում, տեղադրվել է 380 լեդ լուսատու, աշխատանքների ընթացքի մեջ են Բաբաջանյան փողոցում եւ Ազատության փողոցայում, այսքանը շնորհակալություն։ Շնորհակալ եմ, աղբահանություն։ Պարոն քաղաքապետ, հաշվետու ժամանակահատվածում աղբահանության աշխատանքներն իրականացնել են 2 հերթափոխով, ցերեկային հերթափոխի ընթացքում շահագործել է 44, իսկ գիշերային հերթափոխի ընթացքում 39 տեխնիկա։ Վարակակի փողոցների մաքրությունը 6-օրյա գրաֆիկով 2 հերթափոխով իրականացրել են 318 սանմակրման աշխատակիցներ, որը կազմակերպված աշխատակիցների 93%-ը, մնացած 7% աշխատակիցները գտնվում են ժամանակավոր անաշխատունակության եւ արձակուրդի մեջ։ Փողոցների մաքրությունը իրականացվել է 10 կամաց, 11 կիաշ փոշեկուլ մեքենաներով, աշխատանքների իրականացման համար շահագործվել է Բելարուս տեսակի 7, Քաթ տեսակի 1 տրակտոր, 9 ինքնաթափ եւ 8 ջրցան մեքենաներ։ Հաշվետու ժամանակահատվածում ԵԱՍՄ համայնքային հիմնարկի թեժգից հեռախոսահամարին ստացվել է 61 զանգ, իսկ ակտիվ քաղաքացի հարթակով քաղաքացիների կողմից ստացվել է 73 հայտ, որոնցից 18-ը գտնվում են ընթացիկ, 55-ը կատարված կարգավիճակում։ Նշեմ, որ Վիոլա ջուր ընկերության կողմից Արաբկի Շենգավիթ կենտրոն վարչական շրջաններում գտնվող 137 դիտավորից դուրս բերված աղբը հեռացվել է համայնքային հիմնարկի աշխատակիցների կողմից եւ տարածքը բերվել է պատշաճ տեսքի։ Պարոն քաղաքապետ, նշեմ նաեւ, որ ձմռանն ընթառաջ արդեն մեկնարկել է աղի ու ավազի կուտակման աշխատանքները, ինչպես նաեւ ջրցան մեքենաները սկսել են վերապրոֆիլավորել աղցան մեքենաների։ Այսքանը շնորհակալություն։ Շնորհակալ եմ, պարոն Կատվալյան, պարոն Արուշանյան, առաջարկում եմ մի փոքր պատմեք աղբավայրում տեղի ունեցող զարգացումների մասին, որպեսզի ընթացքից մենք էլ տեղեկանանք։ Խնդրեմ։ Հարգելի պարոն քաղաքապետ, ուզում ներկայացնեմ Նուբարաշինի խճուղի 4 հաստին հարակից աղբատեղում իրականացված աշխատանքների վերաբերյալ։
Աղբատեղիում իրականացվել են մեծածավալ աշխատանքներ, իրականացվել են տարածքի տարիների ընթացքում կուտակված աղբից մաքրման աշխատանքներ, իրականացվել են հողային շերտով ծածկման աշխատանքներ, ողջ տարածքում ապահովել է տեխնիկայի համար հասանելիություն, որպեսզի անհրաժեշտության դեպքում տարածքի ցանկացած հատվածում խնդրի առաջացման պարագայում հասանելի լինի այդ հատվածը տեխնիկայի օգտագործման եւ առաջացած խնդրի շուտապույտ լուծման համար։ Տեղեկացնում եմ, որ տարածքում առանձնացվել է շուրջ 5000 քառակուսի մետր հատված, որի վրա իրականացվել է հարթակի կառուցում։ 5000 քառակուսի մետր տարածքի վրա իրականացվել են տարածքի հարթեցում եւ կոշտ պատվածքով, այսինքն ասֆալտի քերուկով պատում։ Այս ամենը իրականացվել է Երևանի աղբանության եւ սանիտարական մաքրման համայնքային հիմնարկի մեքենաների անխափան մուտքն եւ աղբի բեռնաթափումն անխափան իրականացնելու համար։ Իրականացվել է արգելափակոցների տեղադրման աշխատանքներ, ներկայումս վերահսկվում է մուտքը աղբատեղի եւ բացառվում է կողմնակի անձանց մուտքն տարածք։ Երկխաղլույս ՓԲ-ի կողմից կատարվել են լուսավորության ցանցի անցկացման աշխատանքներ, տեղադրվել են ներկայումս թվով 29 հենասյուներ իրենց լուսատուներով եւ տարածքը ներկայումս լուսավորված է։ Ընթանում են տարածքի տեսահսկման համակարգի տեղադրման աշխատանքները եւ ողջ այս աշխատանքները շարունակական են եւ շարունակվում են դեռ պարոն քաղաքապետ։ Շնորհակալ եմ պարոն Արոշյանյան, շատ կարևոր է արձանագրել, որ այս կարճ ժամանակահատվածում Նուբարաշենի աղբավայրում մենք ենթակառուցվածքային առումով էական փոփոխություն ունենք եւ հարթակների մասով, ճանապարհների մասով, լուսավորության մասով, վերահսկողության մասով եւ կարծում եմ, որ սա դեռևս շատ վաղուց պետք է այս հարցին անդրադարձած լինեինք, բայց լավ է ուշ քան երբեք եւ իրականում Նուբարաշենի աղբավայրում տեղի ունեցող շարժի վերահսկողությունը մեր ամենակարևոր խնդիրներից մեկն է, որովհետեւ Նուբարաշենի աղբավայրում, որը մոտավորապես ունի 70-ից ավել տարի պատմություն, որևէ խնդիր ուղղակիորեն ազդեցություն ունի ամբողջ քաղաքի բնապահպանական վիճակի վրա, հետևաբար վերահսկողության տեսանկյունից ամենախիստ ձևով պետք է մոտենանք հարցին։ Շնորհակալ եմ։